Ձգվեր երկար, երկեր կերկեր ու չավարտվեր, չքնաղես առավոտ քո ծիծաղով, քո անձրևով ու ծաղկով և այսօրվա շրջանավարտներով։ Медлячок, чтобы ты заплакала, и пусть звучат не все одинаково, и пусть банально и не талантливо. Ну как сумел на гитаре сыграл и спел выпускной ты в красивом платьице, и тебе вот 18 лет. Я хотел тебе просто понравиться, и как сумел на гитаре сыграл. Вся наша школа сошла с ума от этой новенькой. В мой класс она зашла и сразу понял.
Հարգարժան տնօրեն, պատվարժան մանկավարժներ, թանկագին ծնողներ եւ սիրելի դասընկերներ։ Այսօր մի յուրահատուկ օր է եւ դպրոցական զանգ դասարանում է մեր երեխայության դասագրքի վերջին օրը եւ միաժամանակ 60 օր կոչված ապագա։ Կանգնած ենք սահմանագծին եւ մեր երազանքները պատրաստում են փչել դեպի անսահման հավերժություն։ Եվ 12 տարի առաջ առաջին անգամ ոտ դերեցինք այս դպրոցի դարպասներից ներս, մեր աչքերն այն բացված էին զարմանքից, իսկ սրտերը դիան համբերությամբ։ Հիմա մեր հայացքում ինքնավստահությունն է, իսկ սրտերը թրթռում են նոր ճանապարհի հուզմունքից։ Այս պահը միաժամանակ եւ ուրախ եւ թախծոց, ուրախ, որովհետեւ մենք կատարել ենք մեր առաջին ոչ քայլը դեպի մեծ կյանք, եւ տխուր, որովհետեւ հրաժեշտ ենք տալիս մեր սիրելի դպրոցին, մեր հարազատ ուսուցիչներին։ Հիմա մենք կանգնած ենք անցումային մի պահի, երբ դռները բացվում են դեպի նոր կյանք, նոր հնարավորություններ ու նոր փորձեր։ Եվ թեև մանկությունն ավարտվում է, մենք գիտակցում ենք, որ այն երբեք չի գնա, այն միշտ կմնա մեր սրտերում, որպես մեր առաջին աշխարհի հոգ ու անմեղ հիշողություն։ Շնորհակալություն մանկություն, որ եղել ես մեր առաջին ուսուցիչը։ Մեր հարգելի ուսուցիչներ, դուք մեզ համար եղել եք ոչ միայն գիտելիքների դարբնիչներ, այլև կյանքի իմաստության փարոսներ։ Ձեր յուրաքանչյուր դասն ու խորհուրդը դարձել են մեր էության մի մասը։ Դուք մեզ սովորեցրել եք ամեն բան, սովորեցրել եք ոչ միայն կարդալ գրքերը, այլև աշխարհը։ Ձեր անունները ոսկե տառերով են գրված մեր հիշողության մեջ, եւ մենք խոստանում ենք պատվով կրել ձեր աշակերտների կոչումը։ Սիրելի ուսուցիչներ, շնորհակալ ենք ձեզ ձեր անսահման սիրո, համբերության եւ նվիրվածության համար։ Դուք մեզ սովորեցրիք ոչ միայն առարկաներ, այլև կյանքի կարևոր դասեր, լինել ազնիվ աշխատասեր եւ նպատակասլաց։ Դուք մեզ համար դարձաք երկրորդ ծնողներ եւ ձեր խորհուրդները մենք միշտ կպահենք մեր սրտերում։ Այսօր մեր սրտերը լցված են հուզմունքով եւ երթագրությամբ, մենք հրաժարվում ենք գալիս մեր մանկությանը, բայց բացում ենք դռներ դեպի նոր հնարավորություններ։ Թող սա ոչ թե վերջ, այլ նոր սկիզբ, թող այս վերջին զանգը մեր զանգը վերջին մեր առաջին զանգը մեր փայլուն ապագայի։ Մեր սիրելի ուսուցիչներ, ծնողներ, այսօր մենք կանգնած ենք մի պահի առաջ, երբ վերջին զանգի հնչյունը նշան է դառնում մեր մանկության ավարտին, դպրոցի հետ մեր վերջին խաչմերուկին։ Դուք մեզ սովորեցրել եք ամեն բան, ոչ միայն գիտելիքներ, այլև արժեքներ, որոնք ուղեկցելու են մեզ մեր ողջ կյանքի ընթացքում։ Մենք միշտ հիշելու ենք մեր սիրելի ուսուցիչների նվիրվածությունը, քաջալերող խոսքերը եւ ջերմ սրտերը։ Մենք հիշում ենք մեր ընկերներին, ում հետ համատեղ անցկացրել ենք մեր ամեն մի օրը, գիսել մեր ուրախությունը եւ տխրությունը։ Դպրոցը մեզ տվել է այն ամենը, ինչը կդառնա անհին կյանքի համար։ Այսօր մենք լքում ենք այս փայլուն շենքը, բայց մի բան հստակ է, դպրոցը միշտ կմնա մեր սրտերում, որպես մեր կյանքի առաջին մեծ մասնագիտական դպրոց։ Շնորհակալություն դպրոց, որ մեզ տվել ես այն ամենը, ինչը այսօր մեզ առաջնորդում է։ Մեր թանկագին ծնողներ, ձեր անսահման սերն ու կատարությունն եղել այն ինքը, որի վրա կառուցել եք մեր առաջին հաջողությունները։ Ձեր անկում գիշերներն ու անվերջ աջակցությունը մեր հանդեպ այսօր բերել մեզ այս հանգրվանին։ Ձեր ամեն հաջողությունը ձեր հաջողությունն է նաև։ Հարգելի ծնողներ, շնորհակալ ենք ձեր անվերջ աջակցության եւ սիրո համար։ Ձեր շնորհիվ մենք հասանք այս կարևորագույն հանգրվանին եւ պատրաստ ենք շարունակել մեր ճանապարհը։ Իմ սիրելի դասընկերներ, այս տարիների ընթացքում մենք դարձել ենք մի ընտանիք, միասին ծիծաղել ենք, երբեմն միասին հարթացվել, բայց միշտ աջակցել ենք միաց։ Թող մեր ուղիները տարբերն են, բայց մեր սրտերը միշտ մնան իրար կապված։ Հիշենք, որ ունենք աշխարհը փոխելու ուժ եւ մեր յուրաքանչյուր քայլով կերտում ենք Հայաստանը։ Սիրելի համադասարանցիներ, մենք միասին անցանք այս երկար ճանապարհը, մի ուրախ ու դժվար պահերով, միասին սովորեցինք, միասին մեծացանք եւ թող մեր ընկերությունը շարունակվի ողջ կյանքի ընթացքում։ Մանկությունից այն ժամանակ մեզ երբ ամեն բան հեքիաթ է թվում, եւ ամեն օր նոր մի համարվածություն է բացվում իմ առաջ։ Դու մեզ սովորեցրել երջանկանալ ամենափոքր բաներից, հավատալ հրաշքներով ապրած առանց սահմանների, բայց այսօր էլ եկա, մանկությունը մեր կյանքից հեռանում է, թողնելով անտիմ հիշողություններ անկին պահերում մեծ երազներ։ Սիրելի ուսուցիչներ, աշակերտներ եւ ծնողներ, մենք մոտենում ենք մի կարևոր իրադարձության մեր դպրոցական կյանքի ավարտին։ Դպրոցը մեզ ոչ միայն սովորեցել է գիտելիքներ, այլև մարդկային այն հատկանիշները, որոնք պետք է մեզ առաջ շարժվել։ Այստեղ այս միջավայրում մենք հասկացանք, թե ինչ է նշանակում լինել ճշմարիտ, պատասխանատու եւ ձգտող։ Դպրոցը մեզ դաստիարակեց այնպես, ինչպես մեզ կարոտած մարդիկ, ովքեր միշտ կանգնած են մեր կողքին, թեև այս տերերը փակվում են, դպրոցը կմնա մեր սրտերում, մեր կյանքի առաջին կարևորագույն ուսուցիչը։
Դպրոցը մեզ համար եղել է ոչ միայն գիտելիքների տաճար, այլև երկրորդ տուն, որտեղ գտել ենք մեր առաջին ընկերներին, ապրել առաջին հաղթանակներն ու բարդությունները։ Թող որ ամեն անգամ երբ լսենք զանգի ձայնը, մեր սրտերում արթնանա այս պատերի ներսում ապրած ամենաջերմ հիշողությունները։ Այսօր հնչող վերջին զանգը միաժամանակ առաջին զանգն է մեր նոր կյանքի։ Ինչպես արևածաղիկը դեպի արև, այնպես էլ մենք շրջվում ենք դեպի մեր ապագա, լի վճռականությամբ և հավատով։ Սրտանց հայտարարում ենք 2025 թվականի վերջին զանգի հանդիսությունը բացված։ Սիրելի ուսուցիչներ, ծնողներ, աշակերտներ, այսօր մենք կանգնած ենք մի կետում և վերջին զանգի հնչյունը նշան է դառնում մեր մանկության ավարտին, դպրոցական կյանքի եզրափակիչ փուլին։ Դպրոցը մեզ սովորեցել է շատ բան, թե գիտելիքներ, թե կյանքի խոշորագույն արժեքներ։ Այստեղ մենք հրախուսվում ենք լինել բարի, քաջ, համբերատար և պատասխանատու։ Ավարտվում մեր դպրոցական ճանապարհը, բայց մենք երբեք չենք մոռանա այն բոլոր օրերը, այն բոլոր ուսուցիչներին, ովքեր մեզ հետ են եղել այս ընթացքում։ Դպրոցը մեզ սովորեցել է ապրել առանց սահմանների, սովորեցել է պայքարել և երբեք չհանձնվել։ Այսօր մենք հեռանում ենք, բայց դպրոցը միշտ կմնա մեր սրտերում, որպես մեր կյանքի առաջին մեծ դպրոց, որտեղ մենք սովորել ենք ոչ միայն գիտելիքներ, այլ նաև կյանքի իրական արժեքներ։ Շնորհակալ ենք դպրոց, որ մեզ առաջնորդեցիր այս երկար ճանապարհով։ Ինչպես անցավ 12 տարի, աղմուկի մեջ այս ալեկոց, այն երեք չէր, երբ սրտասավ մայրս ինձ առավ բերեց դպրոցից։ 12 տարին ինչպես անցավ, ասես մի խենթ դասամիջոց, որ չիմացանք, երբ խաղարինք, երբ սկսվեց դասահայոց։ Մնաք բարով դպրոցի զանգ, դասընկերներ իմ սիրելի, ուսուցիչներ ազնիվ շրջան, հայբենարն իմ ուշերի։ Օ, մանկությունս եմ ես փակում, դասագրքի նման ծանոթ, ես էլ մանուկ չեմ աշխարհը դա այս առավոտ։ Слышу голос из прекрасного далека, голос утренний в серебряной росе. Слышу голос и манящая дорога кружит голову, как в детстве карусель. Прекрасное далеко, не будь ко мне жестоко, не будь ко мне жестоко, жестоко не будь, от чистого истока. Прекрасное далеко, я начинаю путь. Слышу голос из прекрасного далека, он зовет меня не в райские края. Слышу голос спрашивает строго, а сегодня что для завтра сделал я? Прекрасное далеко, не будь ко мне жестоко, не будь ко мне жестоко, жестоко не будь, от чистого истока. Прекрасное далеко, я начинаю путь. Я клянусь, что стану чище и добрее, и в беде не брошу друга никогда. Слышу голос и спешу на зов скорее, по дороге, на которой нет следа. Прекрасное далеко, не будь ко мне жестоко, не будь ко мне жестоко, жестоко не будь, от чистого истока. Прекрасное далеко, я начинаю путь. Прекрасное далеко, не будь ко мне жестоко, не будь ко мне жестоко, жестоко не будь, от чистого истока. Прекрасное далеко, я начинаю путь.
Սիրելի ուսուցիչներ, գիտեմ, որ տարիներ շարունակ այս օրը եւ ոչ միայն այս, լսել եք բազում ջերմ խոսքեր ու մաղթանքներ։ Գիտեմ, որ ոչ մի նոր բան չեմ կարող ասել, բայց երբ նայում եմ ձեզ, տեսնում եմ ձեր քնքշանքով լեցուն ժպիտները, ոգևորող հայացքները եւ հասկանում եմ, որ մեր արտասանած յուրաքանչյուր բառ արձագանք է գտնում ձեր սրտում։ Դուք նայում եք մեզ եւ նույնիսկ այս պահին փորձում եք ոգևորել մեզ, որ չշփոթվենք, խոսենք կրակետ ու խելացի։ Դուք դրանից ավելի եք ուրախանում եւ ոչ միայն այն բանի համար, որ մեր խոսքերը ձեզ են ուղղված, այլ այն բանի համար, որ մենք մեծացել ու դարձել ենք այսպիսին։ Ուրեմն ի պատասխան դրան ընդունեք մեր խոնարհում ու սերը ձեզ։ Երկար տարիների միասնական աշխատանքից հետո մեր ճանապարհները բաժանվում են, բայց դուք վստահ եղեք, որ մենք գնում ենք այս դպրոցից, որպեսզի ձեր անունը բարձր պահենք դպրոցից դուրս։ Գնում ենք այս վերադառնալու հույսով ձեզնից միշտ այդպես երիտասարդ ու գեղեցիկ տեսնելու հույսով գնում ենք, որպեսզի դրսում իմանան, որ մեր ուսուցիչներն աշխարհի ամենաբարի ու խելացի ուսուցիչներն են։ Ես մեր սերնդի ամենից ներողություն եմ խնդրում մեր ամենարացի ու չարացի, ձեր ամեն նկատացի ու չնկատացի համար։ Ցանկանում եմ ասել, որ ձեր գործը փառքի արժանի ու թող մեզանից հետո եկող սերունդները արժան ունեն այդ աշխատանքին։ Հնարավոր չէ գնահատել այն դերն ու աշխատանքը, որ ունեք մեր կյանքում, սիրելի ուսուցիչներ։ Դուք անտեսում եք ձեր հոգսերն ու խնդիրները եւ նվիրում ձեր աշխատանքին։ Ուզում եմ ձեզ այնպես գովել, գտնել խոսքեր այնքան անգին, այնպես ինչպես չի գովերքել, ոչ մի զավակ իր ծնողին։ Դուք մեր սրտից պոկված բեկոր, դուք մեր գրկից իջած աշխարհ, մեր լուսեղեն, մեր լուսավոր, ամենաթանկ, ամենալավ ուսուցիչներ։ Իմ ուսուցիչ, ամենից առաջ ճամփա ես բացել, որ ոտքս կյանքում չդիպչի քարին, որ նման կյանքում խստապահանջ, որ նման կյանքում բարի ես եղել, եւ երբ անցել եմ կյանքի ճամփեքով, ձեր տված լույսն է ինձ լուսավորել, կյանքը սիրել եմ ձեր օրինակով եւ ձեզնից եմ հարգել սովորել։ Այժմ խոսքը իմ սրտի խորքից ուզում եմ ես հղել նորից, ովքեր մեզ հետ 12 տարվա երկար ճամփան անցան ամուր ժայռին թիկնած, նրանք ովքեր թև տվին այն ծիլերին, որոնք այսօր ծառ են դարձել, լույս տվեցին այն ծառերին, որոնք այսօր միտք են դարձել, եւ մենք այսօր խոնարհվում ենք նրանց առաջ եւ համբուրում ձեռքը նրանց, ովքեր նույնիսկ ինձ այս բային ճանապարհ են մեզ ցույց տալիս կյանքի, մտքի ու պայքարի։ Դուք կմնաք մեր ուշերում ու կլինեք լույս պարուսներ, ձեզ կյանքում ցավ եմ տվել ներով եղեք մեր սիրելի ուսուցիչներ։ Օրհնիր ուսուցիչ բաժանման պահին, օրհնիր մեր ճամփան դժվար անցնենք, եւ թող քո օրհնանքդ միշտ մեզ հետ լինի, պայծառ ապագան մեր ապահովի։
Գարնանաբույր սաղիկներից մի փունջ կապեմ ես ձեզ համար, լուսաբացին թաց աչքերից լույս երազներ հյուսեմ հրաշք, սիրտս իբրև փոքրիկ բացիկ կախեմ կնքուր սաղիկներից ու բացիկում գրեմ սիրով ձեզ ուսուցիչ նվիրում եմ անկեղծ սիրով։ Սիրելի տնօրեն ընկեր Պետրոսյան, հարգանքով ու սրտան ջերմությամբ այսօր մենք բոլորս հավաքվել ենք, որպեսզի մեր խորին շնորհակալությունը արտահայտենք ձեզ, որպես մեր դպրոցի առաջնորդի, ընկերոջ եւ ոգեշնչման աղբյուրի համար։ Ձեր անհրաժեշտ նվիրվածությունը իմաստուն ղեկավարումն ու անսահման հավատը մեր կրթական համայնքի նկատմամբ փոխել են մեր դպրոցը, դարձնելով այն գիտելիքի, ստեղծագործության, փոխարգանքի օրը։ Ձեր յուրաքանչյուր քայլը, անկասկած, ուղղված է եղել մեր ծնողների վստահության, ուսուցիչների պոտենցիալի բացահայտման եւ մեր աշակերտների հաջողությանը։ Ձեր կարևորագույն սկզբունքը աշակերտը միշտ կենտրոնում է, դարձել է մեր բոլորի համար ուղեցույց։ Որպես աշակերտ, հպարտանում ենք ձեր արտարությամբ եւ մարդկային մոտեցումով։ Շնորհակալ ենք, որ միշտ եղել եք մեզ հետ եւ ուրախ եւ դժվարին պահերին։ Շնորհակալ ենք ձեր անձնական ժամանակի, էներգիայի եւ սրտի համար, որոնք նվիրել եք մեր բոլորի աճին։ Մաղթում ենք, որ ձեր իմաստությունն ու եռանդը շարունակեն լինել մեր դպրոցի հիմքը։ Թող ամեն հայլափոխին ձեզ ուղեկցեն առողջություն, ուժ եւ նոր ձեռքբերումների հավաստիություն։ Շնորհակալ ենք, սիրելի տնօրեն։
Սիրելի փոխին Սիրելի փոխտնօրեն ընկեր Սահակյան, ձեզ ենք հղում մեր սերտի խոսքը, խոսք անկեղծ սերտի, դուք ձեր անբասիր վարկով օրինակ եք ծառայել մեզ, շնորհակալ ենք ձեզ ձեր խորհուրդների եւ անաչափ վերաբերմունքի համար, շնորհակալ ենք ձեր մարդկային վերաբերմունքի համար եւ բարին ենք ձեզ։ Սիրելի ընկեր Գասպարյան, շնորհակալություն մեր դասարանի անփոխարինելի մասնիկը լինելու համար։ Ձեր պատասխանատու վերաբերմունքը, ջանասեր աշխատանքը եւ հիշեցում դեմքը դարձել է մեր առօրյա կյանքն ավելի կազմակերպված, անվտանգ ու լուսավոր։ Գիտենք, որ դպրոցում ամեն մի փոքրիկ հաջողություն, ամեն մի կարգականոնի պահպանում կամ ուրախ բայերի կազմակերպումը ձեր ուշադրության արդյունքն է։ Շնորհակալ ենք, որ աջակցել եք մեզ բոլորիս, օգնել եք լուծել եք բարդ իրավիճակներն ու կիսվել եք նրա հաղթանակներով։ Մաղթում ենք, որ ձեր էներգիան ու լավատեսությունը միշտ ուղեկցեն ձեզ, դուք մեր հպարտությունն եք։ Միլիոնների միջից կդել ենք ձեզ հազիվ, դուք մեր դասղեկն եք բացառիկ ու էքսկլյուզիվ, կուզեք նոր դասարան վերցրեք, կուզեք չէ, մեկ է գիտենք, որ ձեզ միակ ենք մեկ չէ, առանց ձեզի արևնի չխորևնի ճրակ, առանց ձեզի աչքերից մեզ չկա կրակ, առանց ձեզի մեր վիներկեն է անվորակ, ու կանկարակ, Քեզի մոհազել Քեզի պատտվել Քեզի համբուրել Այն ծդիկ է սերը This is love Քեզի կարոնել Քեզի երազել Քեզի գուբուրել Այն ծդիկ է սերը This is love This is love Քեզի մոտացել Քեզի պատտվել Քեզի համբուրել Այն ծդիկ է սերը This is love Քեզի կարոնել Քեզի երազել Քեզի կուրկուրել Այն ծդիկ է սերը This is love This is love Շնորհակալ ենք, որ մեզ ծանոթացրիք հայոց եկեղեցու հարուստ պատմությանը, որ ձևավորել է մեր ժողովրդի հոգևոր և մշակութային ինքնուրույնությունը։ Ձեր դասերի շնորհիվ մենք հասկացանք, թե ինչպես է եկեղեցին առաջնորդել մեր ազգին դժվարին ժամանակներում, պահպանել մեր հավատն ու մշակույթը։ Ձեր նվիրվածությունը և սերը դեպի մեր հոգևոր ժառանգությունը մեզ համար մեծ ներշնչանք է։ Շնորհակալ ենք ձեր դասերի ջանքերի, գիտելիքների և մեզ փոխանցած արժեքների համար։
Մենք միշտ կհիշենք ձեր դասերը եւ կգնահատենք ձեր ներդրումը մեր հոգեվոր զարգացման մեջ։ Սիրելի ընկեր Ճարպչյան եւ ընկեր Կարապետյան, շնորհակալ ենք, որ մեզ սովորեցրեցիք հանրահաշվի բարդ ու հետաքրքիր աշխարհը, որտեղ թվերը եւ հավասարումները դառնում են մտածողության եւ տրամաբանության հզոր գործիքներ։ Ձեր դասերի շնորհիվ մենք սովորեցինք լուծել խնդիրներ, գտնել լուծումներ եւ տեսնել մաթեմատիկայի գեղեցկությունը։ Ձեր ներդրումը եւ սերը դեպի մաթեմատիկան մեզ համար մեծ ներշնչանք են։ Շնորհակալ ենք ձեր համբերատարության, գիտելիքների եւ մեզ փոխանցած արժեքների համար։ Սիրելի ընկեր Համբարձումյան, շնորհակալ ենք, որ մեզ առաջնորդեցիք թվային աշխարհի բարդ ու հետաքրքիր ուղիներով, սովորեցրեցիք օգտագործել ժամանակակից տեխնոլոգիաները եւ գտնել մեր տեղը այդ անսահման տիեզերքում։ Ձեր դասերի շնորհիվ մենք սովորեցինք ոչ միայն համակարգչից օգտվել, այլև հասկանալ ծրագրավորման հիմունքները, տեղեկատվության կառավարման մեթոդները եւ թվային գրագիտության կարեւորությունը ժամանակակից աշխարհում։ Ձեր նվիրվածությունը եւ սերը դեպի ինֆորմատիկան մեզ համար մեծ ներշնչանք է։ Շնորհակալ ենք ձեր համբերության, գիտելիքների եւ մեզ փոխանցած արժեքների համար։ Սիրելի ընկեր Բդոյան, շնորհակալ ենք, որ բացահայտեցիք մեզ կյանքի երաշտների ամենափոքր բջից մինչև անսահման ավերժություն։ Ձեր դասերի շնորհիվ մենք հասկացանք, որ կենսաբանությունը պարզապես առարկա չէ, այլ կյանքի լեզուն, որը սովորեցնում է սիրել բնությունը, մարդուն ու կյանքի գեղեցկությունը։ Ձեր նվիրվածության ու սիրո համար մենք խորին երախտագիտությունն ենք հայտնում ձեզ։ Շնորհակալ ենք, որ սովորեցել եք ոչ միայն գիտելիք, այլև սիրել ու հարգել կյանքը իր բոլոր ձևերով։ Սիրելի ընկեր Խաչատրյան, շնորհակալ ենք, որ մեզ սովորեցրիք տեսնել աշխարհի անսահմանությունը, հայտնաբերել նրա գաղտնիքներն ու հասկանալ մեր երկրի կարևոր տեղը այդ մեծ քարտեզում։ Ձեր դասերի շնորհիվ մենք սովորեցինք ոչ միայն մարտիրմակներ, երկրներ ու քաղաքներ, այլև տեսնել աշխարհը գիտելիքի աչքերով։ Դուք մեզ ցույց տվեցիք, որ ճանապարհորդությունը սկսում է իմացությունից, եւ դրա համար մենք ձեզ միշտ շնորհակալ կլինենք։ Շնորհակալ ենք ձեր գիտելիքների, համբերության ու ներշնչանքի համար։ Սիրելի ընկեր Ավետիսյան, շնորհակալ ենք ձեզ մեր պատմությունը ոչ միայն սովորեցնելու, այլև զգալու եւ արժանավորելու սովորեցնելու համար։ Ձեր դասերի շնորհիվ մենք հասկացել ենք մեր ազգի ուժը, հաղթանակներն ու պայքարը, ձեր նվիրվածությունը, գիտելիքներ ու սերը դեպի պատմություն մեզ համար անգնահատելի են։ Շնորհակալ ենք, որ մեզ փոխանցեցիք ոչ միայն գիտելիքներ, այլև հպարտություն մեր անցյալի հանդեպ։ Սիրելի ընկեր Բոյաջան, շնորհակալ ենք, որ սովորեցրել եք մեզ ոչ միայն ճիշտ գրել ու խոսել, այլև զգալ մեր մայրենի լեզվի գեղեցկությունն ու արժեքը։ Ձեր դասերի շնորհիվ մենք հասկացել ենք, որ հայերենը պարզապես խոսքի միջոց չէ, այլ մեր ինքնության եւ ազգային հոգու արտացոլանքը։ Ձեր նվիրումն ու սերը դեպի հայերենը մեզ համար մեծ օրինակ են։ Շնորհակալ ենք ձեր տված գիտելիքների, խորհուրդների եւ սիրո համար։
Սիրելի ընկեր Տեր Պետրոսյան, շնորհակալ ենք, որ բացահայտեցիք լեզնիվների գաղտնիքները եւ նրանց փոխակերպումների հրաշքը։ Ձեր դասերի շնորհիվ մենք հասկացանք, որ քիմիան ոչ միայն գիտությունն է, այլև մեր շրջապատի եւ կյանքի հիմքը։ Ձեր նվիրվածությունը եւ սերը դեպի քիմիան մեզ համար մեծ ներշնչանք են։ Շնորհակալ ենք ձեր համբերության, գիտելիքների եւ մեզ դեպի գիտությունն առաջնորդելու համար։ Սիրելի ընկեր Վարդանյան, դուք առաջինն էիք, ով մեզ տարավ գիտելիքի հրաշալի աշխարհ։ Ձեր շնորհիվ սովորեցինք կարդալ, գրել, հաշվել, բայց ամենակարևորը սովորեցինք սիրել ուսումը, ձգտել նոր գիտելիքների եւ երբեք չվախենալ սխալվելուց։ Դուք մեզ հետ եք մեր առաջին քայլերից դպրոցում, խրախուսելով, օգնելով, աջակցելով։ Դուք մեր առաջին ուսուցիչն եք եւ մենք միշտ կհիշենք ձեր ջերմությամբ եւ Սիրելի ընկեր Սարգսյան, շնորհակալ ենք, որ մեզ բացահայտեցիք ռուսաց լեզվի գեղեցկությունը եւ խորությունը։ Ձեր դասերի շնորհիվ մենք ոչ միայն սովորեցինք նոր լեզու, այլև ծանոթացանք ռուսական մշակույթին եւ գրականությանը, ինչը հարստացրեց մեր աշխարհայացքը։ Ձեր նվիրվածությունը եւ սերը դեպի ռուսաց լեզուն մեզ համար մեծ ներշնչանք են։ Շնորհակալ ենք ձեր համբերատարության, գիտելիքների եւ մեծ փոխանցած արժեքների համար։ Սիրելի ընկեր Մինասյան, շնորհակալ ենք, որ մեզ սովորեցիք պատասխանատվություն, կարգապահություն եւ հայրենասիրություն, որոնք անհրաժեշտ են ոչ միայն զինվորական ծառայության, այլև կյանքի բոլոր ոլորտներում։ Ձեր դասերի շնորհիվ մենք հասկացանք մեր պարտականությունները հայրենիքի նկատմամբ եւ պատրաստ ենք պաշտպանել այն։ Ձեր ներգրավվածությունը եւ փորձը մեզ համար մեծ օրինակ են։ Շնորհակալ ենք ձեր ջանքերի եւ մեզ փոխանցած արժեքների համար։ Սիրելի ընկեր Պետրոսյան, շնորհակալ ենք, որ մեզ սովորեցրիք ֆիզիկական ակտիվության կարևորությունը եւ թիմային աշխատանքի ուժը։ Ձեր դասերի շնորհիվ մենք հասկացանք, որ մարմնի ու մտքի առողջությունը փոխկապակցված են եւ որ կարգապահությունը, համառությունը եւ թիմային ոգին հաջողության հասնելու կարևոր բաղադրիչներն են։ Մենք միշտ կհիշենք ձեր դասերը եւ կգնահատենք ձեր ներդրումը մեր ֆիզիկական եւ հոգեվոր զարգացման մեջ։ Սիրելի ընկեր Քերոբյան, շնորհակալ ենք, որ մեզ սովորեցիք ճանաչել հասարակության կառուցվածքը, հասկանալ մեր իրավունքներն ու պարտականությունները։ Ձեր դասերի շնորհիվ մենք ոչ միայն տեսական գիտելիքներ ստացանք, այլև սովորեցինք քննադատական մտածողություն, գիտակից քաղաքացի լինելու կարևորությունը եւ արտադրության արժեքը։ Շնորհակալ ենք մեզ ձևավորելու, մտածելու եւ հարցեր տալու հնարավորություն տալու համար։ Սիրելի ընկեր Մեյրոյան, շնորհակալ ենք, որ մեզ բացահայտեցիք գերմաներենի գեղեցկությունն ու խորությունը։ Ձեր դասերի շնորհիվ մենք ոչ միայն սովորեցինք նոր լեզու, այլև ծանոթացանք գերմանական մշակույթին եւ գրականությանը, ինչը հարստացրեց մեր աշխարհայացքը։ Ձեր նվիրվածությունը եւ սերը դեպի գերմաներենը մեզ համար մեծ ներշնչանք են։ Շնորհակալ ենք։
Սիրելի ուսուցիչներ եւ դպրոցական անձնակազմք, այսօր երբ շունչ ենք հավաքում դպրոցական կյանքի կարևորագույն պահերի համար, ուզում ենք միանման շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց ջանքով եւ մասնաբարությամբ ներդրում են ունեցել մեր կրթության մեջ։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր աննկատաբար օգնել են մեզ, չհայտնվելով ուշադրության կենտրոնում։ Շնորհակալություն։ Թող մեզ ներեն նրանք, ում անունները չհնչեցին այս խոսքերում, բայց նրանց մեջ մենք միշտ տեսնելու ենք մեր վառ օրինակները, նվիրվածության, պատասխանատվության եւ սիրո։ Շնորհակալ ենք բոլորիցս, յուրաքանչյուրն իր տեղում անգնահատելի է։ Շնորհակալ ենք դասվարներ ընկեր Սարգսյանից, ընկեր Հարությունյանից, ընկեր Հովանեսյանից, ընկեր Սահակյանից, հայոց լեզվի ուսուցչուհի ընկեր Սահակյանից, գրադարանավարուհի ընկեր Սահակյանից, ընկեր Հարությունյանից, ընկեր օպերատոր ընկեր Սահակյանից, Շնորհակալություն հոգեբան ընկեր Պետրոսյանից, լաբորատորիայի աշխատողներ ընկեր Պետրոսյանից եւ ընկեր Պողոսյանից, շնորհակալություն Վալեր Հոպարից, շնորհակալություն մեր դպրոցի մաքրությունը եւ փայլը ապահովող Տիկին Թակուշից, Գիմլարա Հորկուրից, Հուրաստանից, շնորհակալություն մեզ համար համեղ կերակուրներ պատրաստող մեր տոտայից եւ Մարոտոտայից։ Այսօր կարծես մեր հոգում խինդ ու թախից միասին է արցունքի միջից նայում ջերմ ժպտում ենք մենք իրար մեր մեջ հուշերն են նույն վար ուրախ տխուր նույն խոհերը իսկ շուրջը տաք հայացքներ են դեմքեր են այնքան հարազատ մենք ձեզ ասում ենք մնաք բարով մեր սիրելի ուսուցիչներ մեր հարազատ դպրոց խենթ մեր օրեր ու լուսավոր տարիներ մենք ձեզ ասում ենք մնաք բարով մեր սիրելի ուսուցիչներ մեր հարազատ դպրոց խենթ մեր օրեր ու լուսավոր տարիներ Այսօրվանից մեր առաջ բացվում են ուրիշ ճամփաներ նոր Այսօրվանից կյանքն արդեն կանչում է մեզ նոր այլափեր Եվ սրտերում մեր հիմա ուրիշ հույսեր երազներ կան Այսօր հրաժեշտի օր է բայց եւ տոն մի նոր հանդիպման Մենք ձեզ ասում ենք մնաք բարով մեր սիրելի ուսուցիչներ մեր հարազատ դպրոց խենթ մեր օրեր ու լուսավոր տարիներ Մենք ձեզ ասում ենք մնաք բարով մեր սիրելի ուսուցիչներ մեր հարազատ դպրոց խենթ մեր օրեր ու լուսավոր տարիներ
Ինչ է դպրոցական տարիները առանց հումորի և հուշերի։ Այսօր այս բեմից ուզում ենք վերջին անգամ ճպիտ պարգևել մեր սիրելի ուսուցիչներին և այսպես ոչ ինտելեկտուալ շոու հայտնիների մասնակցություն։ Բարի առավոտ սիրելի հեռուստադիտողներ, ես այսօր հրավիրված եմ Մեղրաշեն գյուղում կայանալիք վերջին զանգին, մասնակցելու ոչ ինտելեկտուալ խաղին, այնպես որ եղանակի տեսությունը կհայտնեմ այնտեղից։ Անկովելը դնկելեցի, գամացքերից ընչանեցի, խանջալ տալի զերտիկը բացի, էրետը կենդուն ես նայեցի, Russian sense up, լրջացանք մեկա ոչը պակասեց up, համոյա խամը մի տեսակ բացեց up, ասել ջան, համը ջանս մտավցեց up, չեն խժանք մարդկա դրանից լացեց up, բնական առած որևիցե ցենզ up, Արեք ձեզ պարոն տնօրեն, ինձ այսօր թույլ տվեք մի րոպե 10-ից մի քիչ շուտ գնալ, Մեղրաշեն գյուղում հրավիրված եմ ոչ ինտելեկտուալ շոուի։ Շնորհակալություն։ Ծառից դու չի գալի շողեր ջան, նորորա դու շորորա շողեր ջան, ահամպիտակին ձուն կերևա շողեր ջան։
Սիրելի մասնակիցներ, այսօր ամենախելացի խաղը այստեղ չի կայանա, քանի որ հրավիրված եմ Շիրակի մարզի Մեղրաշեն գյուղ, վարելու ոչ ինտելեկտուալ շոու։ Ողջույն բոլորին։ Այսօր ձեզ հետ միասին վարելու ենք ոչ ինտելեկտուալ շոու ծրագիրը։ Ձեզ հետ եմ ես, Սյուզենի Հովհաննիսյանը և Այսօր ձեզ հետ վարելու ենք ոչ ինտելեկտուալ շոու ծրագիրը, որին մասնակցում են հայ և տարբեր ազգի հայտնիներ, ովքեր են Չարլի Չապլին, Դասամիջոց սերիալից փախած Սոֆիա Պողոսյան, Արմենիա հեռուստաընկերությունից փախած Լիլիթ Հովեր, Որոգայտի Դիկո, Ջեք Ջնջուղուկ, Գառնիկ Մականունը Գյաշ և Յանտե Բիսլերբին։ Ներկայացնենք խաղի կանոնները։ Դուք ունեք երկու օգնության հնարավորություն, օգնություն դասվեկից և օգնություն դահլիճից։ Եվ այսպես, դուք պատրաստ եք։ Դա նշանակում է, որ մենք սկսում ենք։ Եվ այսպես հնչում է առաջին հարցը։ 12 տարի դպրոցում համարում եք Անիմաստ։ Ճիշտ է։ Ինչ կլիներ, եթե վերջին մի քանի տարի նորմալ դասի գայիք։ Մենք ընտրում ենք 11-ի օգնությունը։ Հայր ինչ կլիներ, որ գայք։ Ինչ բան։ Ինչ կլիներ, եթե վերջին մի քանի տարի շարունակել հետևյալ նախադասությունը։ Ես արթնացա, հագնվեցի ու Սխալ է։ Ճիշտ է։ Շարունակել հետևյալ ասացվածքը, գյուղ կանգնի, նստեք։ Ինչպես է սկսվում Եղիշե Չարենցի ամենահայտնի բանաստեղծությունը։ Ճիշտ է։ Հաջորդ հարցը կհնչի դահլիճից։ Ո՞րն է դպրոցի փախուստից հետո ամենահայտնի թաքստոցը։ Բարձր ասեք տնօրենն է դիմանում։ Ճիշտ է։ Ինչի է հավասար ու անկյուն եռանկյան ներքնաձիգի քառակուսին, ով կարող է ասել։ Ճիշտ է։ Ինչ կլիներ դպրոցի զանգը, եթե լիներ խոզ։ Ախեք, փրկվեք։ Դե փախեք։ Ո՞րն է դպրոցում ձեր սիրելի առարկան։ Իսկ ո՞րն է ձեր չսիրած առարկան։ Եվ այսպես, հնչում է խաղի վերջին հարցը։ Ով է գրել հայոց այբուբենը։ Ճիշտ է։ Եվ այսպես, շնորհակալություն ենք հայտնում մեր մասնակիցներին շոու ծրագրում փայլուն խաղ ցուցաբերելու համար։ Դուք բոլորը ճանաչում եք հաղթող և ստանում դրամական պարգև։ Բայց, քանի որ ձեր եկամուտը հայտարարագրվում է, մենք այն անմիջապես փոխանցում ենք պետական բյուջե։ Դրա փոխարեն կա խոսքի ազատության իրավունք, և դուք կարող եք արտահայտել ձեր մտքերը առանց վախենալու։ Մի վախեցեք բացով դուրս գալուց, մի վախեցեք մեծ ալիքներից, չէ որ միայն բացով կարող եք դառնալ իսկական նավակներ։ Դե ուրեմն առաջ, դեպի բացով, դեպի մեծ նավ բարձրացած բարձր առագաստը, որպեսզի կարողանաք կառավարել քամուն տասկը ձեր ուզած ուղղությամբ։ Դիմավորեք Չարլի Չապլին։ Ծիծաղը մարտահրավեր է ճակատագրին։ Մենք ծիծաղում ենք, գիտակցելով մեր անկարողությունը բնության ուժերի հանդեպ։ Ծիծաղում ենք, որպեսզի չխելագարվենք։
Դիմավորեք Սոֆիա Պողոսյան։ Այս ձերքերը, ուսուցչի ձերքերը, հինավուրց ու նոր ձերքերը, ինչեր ասես, որ չեն արել այս ձերքերը, գրկով ոնց են խփել այս ձերքերը, ինչ ուժով ու զորությունով, ինչեր ասես, որ չեն արել այս ձերքերը, երկուս ջնջել 4 են դարձել այս ձերքերը, ծով լվությամբ, համբերությամբ, եկեք այսօր մենք համբուրենք որդիաբար, մեզ աշխարհում կրտած, սնած, մեզ դպրոցում շահած, պահած, մեզնից երբեք չգոհացած, ապրակ տվող, երկու սնող, անվերջ տատող, անվերջ բանող այս ձերքերը, թանկ ձերքերը։ Լիլիթ հողեր, դիմավորեք։ Մաղթում եմ ձեզ հաճելի եղանակ, կայուն գեոմագնիսական դաշտ, թող ձեր շպատի ոչ մի մարախով, ոտի հարաբերական խոնավությունը թող երբեք չբարձրանա, որպեսզի դուք ճիշտ ճանապարհի չշեղվեք և չհայտնվեք կյանքի բակում։ Օրոգայթի տիկո։ Մենք չենք փնտրում արտարություն, մենք փնտրում ենք հավասարություն ու նույնիսկ եթե ստիպված ենք դրան հասնել զենքով։ Այս աշխարհում քիչերն ավելի արտար են լինում, քան օրն իր բոլոր օրենքներով։ Շնորհակալություն ենք հայտնում մեր մասնակիցներին փայլ ու խաղ ցուցաբերելու համար և հրավիրում վայելելու մեր երգը։ Կանգնած եմ իմ այս բեմին, բայց մտքերս ակամայից ինձ տանում են դեպի ապագա, որտեղից նոր կյանք է սպասում։ Հիմա ձեր առջև կանգնած եմ որպես աշակերտ։ Ընդամենը մի քանի ամսից ծնողներիս և ծառայակից ընկերներիս
Արջև կկանգնեն որպես զինվոր, եւ այսօրվա խոսքերի փոխարեն կնչեն հայրենիքիս հանդեպ պարտքս կատարելու երդումը։ Ու այդ պայծ ես կդառնամ զինվոր, այս անգամ ժողովրդիս ու հայրենիքիս հանդեպ պատասխանատվությամբ։ Յուրաքանչյուրիս պարտն է ծառայել հայրենիքին պաշտպանել մեր հողը, մեր ժողովրդին, մեր մայրերին ու քույրերին։ Շուտով ես էլ կդառնամ հայրենիքիս պաշտպանը, մեծ խինդով ոգևորությամբ եմ սպասում այդ պահին։ Անձիվերաբար ոտք եմ դնելու հայոց սահմաններին ու կատարելու եմ պարտքս։ Իմ երկիրն ունի իմ կարիքին, բանակը սպասում է ինձ, ես ոչ մի դեպքում ուսախապ չեմ անի սպասածին։ Մեր վաղվա օրը կախված է ձեզանից, քանզի բանակի ամրությամբ է որոշվում երկրի անվտանգությունը։ Մեր պապերը իրենց այրան պահել ու մեզ են հասցրել մեր սուրբ հողը, եւ մեր պարտականությունն է աչքի լույսի պես պահել եւ այն փոխանցել սերունդներին։ Մենք չենք վախենում, մենք թշնամուց, քանզի մեր երակներում Հայկ Նահապետի արյունն է հոսում։ Երբ հետովի վերհիշում եմ անցած դպրոցական տարիները, գլխումս անընդհատ նույն միտքն է պտտվում։ Արդյոք նույն հեշտությամբ եւ կենսախնդությամբ կասեն ծառայությանս տարիները։ Չէ՞ որ այնտեղ չեն լինի ուսուցիչներս եւ համադասարանցիներս։ Անկեղծ ասած հուզմունքով եմ սպասում, բայց գիտեմ ծառայելու եմ արժանապատվորեն եւ վերադառնալու եմ ընտանիք որպես հայ ազգի իրական պաշտպան։ Մենք այսօր ամփոփ տղաներ ենք, ովքեր հրաժեշտ են տալիս դպրոցական նստարանին, բայց մի քանի անցից դառնալու ենք նորակոճիկներ, իսկ մի որոշ ժամանակ անց հմուտ ու փորձված զինվորներ։ Մեծ բարձանք եւ հպարտություն եմ զգում մտածելով այն մասին, եւ իմ սահմանին անցկացրած անկում գիշերները փոխհատուցում են այն մտքով, որ մեր մայրերն ու քույրերը խաղ ապրում են իրենց հայրենի հողի վրա, անամբեր սպասելով մեր վերադարձից։ Մեր անվախ եղբայրներ, միշտ ձեր սրտերում պահեք ձեր մայրերի աղոթքները եւ օրհնանքը եւ նույնիսկ ցուրտ զմռանը ձենքը ձեռքներից սահմանին կանգնած այս խոսքերը կջերմացնեն եւ նոր հինդով կլցնեն ձեր հոգիները։ Ամենափոքր երկին անգամ պետք է ունենալ իր բանակը, միայն բանակն է ուր ծնում իրավունք երկիր պահելու հնարավորություն։ Հիմա ես այսպես ասում եմ, որ պիտի պաշտպանեմ այս մի բուրողը եւ միշտ հավատարիմ կմնամ հայրենիքին եւ ազգին։ Մեր տղաները այսօր հպարտ կանգնած են այս բեմին, վաղը նույն հպարտությամբ կանգնելու են սահմանին։ Իմ սիրելի ընկերներ, մաղթում եմ ձեզ սպայի ճանապարհ, թող ձեր աչքերի փայլը այսօրվա նման շլացնող լինի, եւ թող ձեր դեմքին շպտա հպարտայի եւ քաջարի զինվորի չխամրող շպիտը։ Իմ հարգելի ուսուցիչներ, իմ սիրելի ծնողներ, այսօր այս բեմում կանգնած ուզում եմ խոսք տալ, որ անառիկ կպահեմ այն մի փոքր հողակտորը, որ մնացել է մեզ։ Ես գիտեմ կգա ժամանակ եւ անգամ անհնարին թվացող երազանքն էլ կիրականանա իմ ու իմ նման տղաների ջանքերի շնորհիվ, եւ հետ կգա այն կորսրած հայրենիքը, որի մասին երբեք չենք մոռացել ու չենք մոռանա։ Լսվեք համբերությամբ, լսվեք հավատքով այդ օրը մի օր գալու է։ Հավատացեք ձեր զինվորին ու ձեր բանակին։ Հայաստան թեև կյանքը գոյության պայքար է, որտեղ զրկանքներս կրել, մեկ է հիանում եմ քարալի կամքի մեծ ուժով, ու հպարտ եմ, որ հայ եմ։ Տարվա 5-րդ ամիսը հաղթական մայիսը Հայաստանից ու հայ ժողովրդի համար եղել է հաղթանակների ամիս, ու կլինի խոստանում։ Ես ուզում եմ այս բառը բարել խրոխտ, որովհետև դու նա ես, ում խաղաղության համար զոհվում են առանց կասկածելու, որովհետև դու նա ես, ում համար կռվին ելնում առանց հրամանի, որին ասում են միակ, կարոտում հեռվից եւ լալիս օտարապերում։ Ես այս բառը պարում եմ ուժգին, որովհետև դու նա ես, ում կորցնելուց հետո էլ ոչինչ չի մնա կորցնելու, որովհետև առանց քեզ անձրևը ջուր է սովորական, լեռները քարերի կուտակում, սերը շքեղություն ավելնորդ եւ որդի ծնելը հանցագործություն։ Ես այս բառը պարում եմ հպարտ, որովհետև դու նա ես, ում ձեռքը պետք է իջնի մեր գլխին օրհնության նման, երբ մենք ճանապարհ ենք ընկնում։
չափ։ Էլի մեծ էր ու անգին։ Արև աչքերի լույսն են աթափել, լույսնակ դառնալով որտեղ զորոցքի։ Եվ հիմա քիչ է, թե աչքերս տամ, թե սիրտս հանեմ ու տամ մայրիկիս։ Ախ մայր երկելուց ինչպես կշտանա, մայրս պատկերն է մայր հայրինի։ Թանկագին ծնողներ, կարծես եկել է պահ, որ մենք հրաժեշտ ենք տալու մանկությանը և ոտք ենք դնում նոր կյանք։ Կաշխատենք իրականացնել ձեր երազանքներն ու ցանկությունները, որոնք կապված են մեզ հետ։ Շնորհակալ եմ քեզանից մայրիկ, որ ինձ այսպիսի սիրտ ես նվիրել։ Չեմ ուզում կյանքում ունենալ ոչինչ, ոչ էլ օտարի գանձերը տիրել։ Շնորհակալ եմ քեզանից մայր իմ քնքշանուն, որ ինձ ես ծնել կեղծելու համար։ Ես իմ ճամփան եմ հաճախ մոռանում, բայց մարդկանց ցույց եմ տալիս ճանապարհ։ Այնպիսի սիրտ ես նվիրել դու ինձ, որ ես քեն չունեմ, ապրում եմ անչափ։ Շնորհակալ եմ քեզանից մայրիկ, քո այսքան տվածի համար։ Ես քեզ շատ եմ սիրում։ Պետք չէ տալ հիմար հարցեր, սա է կյանքը։ Այս ամենի միջով դու պետք է անցնես միայնակ։ Եվ ինչպես առաջին քայլերի ժամանակ քեզ բռնում են հայրական ձեռքերը, երբ դու ուղղում ես, երբ հայրիկդ գրկում է, իսկ մայրիկդ քնքուշ համբուրում։ Թվում է, թե այս ամենը միշտ է, բայց հասկանում ես, որ արդեն մեծ ես։ Չնայած այս ամենը կարծես երեք լիներ։ Պետք չէ տալ հիմար հարցեր, սա կյանքն է, եւ դու պետք է ապրես այն։ Հայրիկ, սիրելի մայրիկ, ահա վերջին օրն է ես դպրոցում եմ։ Ահա գնում եմ մեծ կյանք և չգիտեմ ինչ է ինձ սպասում։ Շնորհակալ եմ ինձ միշտ օգնելու, հասկանալու և ձեր սիրո համար։ Մայրիկ ավարտեցի դպրոցը, ինչքան նյարդեր ես քայքայել 12 տարի հուսացել ես համբերել, որ ես կդառնամ արժանի մարդ, գիտեմ հիմա հիանում ես ինձանով, քո աչքերում ես տեսնում եմ հպարտություն, քո ժպիտում իմ հաղթանակը, դու չես հուսահատվել, երբ ես սխալվել եմ, այլ օգնել ես ինձ վեր գնալ ու կրկին առաջ գնալ, ես խոստանում եմ կշարունակեմ քեզ ուրախացնել և կդառնամ այն մարդը, ում համար այսքան ջանքեր ես թափել։ Մայրիկ հիշում ես ասում էիր, լսիր ուսուցիչների լավ սովորիր և ամեն անգամ դպրոցից տուն գալուց հարցնում էիր, ամեն ինչ կարգին է բանես, մայրիկ մեծացել է քո աղջիկը և ավարտում է դպրոցը։ Դու առաջինն էիր ում ձայնը լսել եմ, առաջինն էիր ում ձեռքերը գրկել են ինձ և առաջինն էիր ում աչքերում տեսել եմ անսահման սեր։ Մայրիկ, ես սիրում եմ քեզ։ Միայն մայրն է կարող ապրել մեր կյանքով, իր սրտի յուրաքանչյուր զարկը նվիրելով մեզ, քանի որ այս աշխարհում չկա ավելի հարազատ քան մայրն։ Մայրիկ, ես գիտեմ, որ քո երջանկությունն իմ երջանկությունից է կախված, եւ սա բնական է։ Ոչ մեկի խորհուրդ չի կարող լինել քո խորհրդից օգտակար, աղոթքը, առավել բարեսրտորեն արցունքները, առավել անկեղծ օգտակար քոնը, քան քոնը։ Շնորհակալ եմ, ես սիրում եմ քեզ։ Մայրն է սովորացրել տարբերել լավը վատից, նա է սովորացրել սիրել ու հարգել, լինել բարի, եւ ինչքան էլ մեծանամ, միևնույն է միշտ փոքր կմնամ, եւ նա միշտ կմտածի իմ մասին եւ կաննկստանա ինձ համար։ Իմ սիրելի մայրիկ, շնորհակալ եմ քեզ, ես սիրում եմ քեզ։ Մարդկային զգացմունքների մեջ մորս սիրուց ավելի ուժեղ զգացմունք չկա։ Մայրն այն մարդն է, որ աղոթքի ժամանակ առաջին Աստծուց երջանկություն է խնդրում իր զավակների համար։ Նա նրանց երջանկության ու հաջողության մասին է մտածում, մոռանալով իր սեփական կյանքի մասին։ Մայրիկ, դու այն մարդն ես, ով ներում ու հասկանում է ամեն ինչ, ինչ էլ որ պատահած լինի։ Շնորհակալ եմ քեզ, ես սիրում եմ քեզ։ Մայրիկ, այսօր իմ կյանքի մի կարևոր փուլը ավարտվեց։ Դպրոցական տարիներն անցան այս քաջան կյանքի նորովներով, քեզնով ուժեղեց։ Դու ամեն բառի քո քսես ես, քո սրտով, քո ժպիտով, քո խրատներով։ Քո սերն անփոխարինելի է, քո հավատն իմ ամենամեծ շարժիչ ուժն է։ Ու եթե ես ինչ-որ բանի հասել եմ, դա քո շնորհիվ է։ Ես քեզ շատ եմ սիրում ու ամբողջ սրտով ուզում եմ, որ հպարտանաս ինձով, ոչ միայն այսօրվա, այլև վաղվա օրերի համար։ Երբ կսիրես, չմոռանաս, որ մոր սիրուց ճիշտ սեր չկա։ Երբ կխոսես, չմոռանաս, որ հոր խոսքից ճիշտ խոսք չկա։ Ու թե քայլերդ քեզ տանեն այս աշխարհի բարձունքներին, չմոռանաս ծուն կծալես ու խոնարհվես ծնողներիդ։
Հին օրերում իմ նկար Ես ու դու նման իրար Աչքերում կշացեր Որ հիմա էլ չի փոխվել Բայց հիմա հեռու եմ ես Մտքերով գրկում եմ քեզ Որ կարոտն այս մեծ Չհաղթի էլ մեզ Ես սիրում եմ ավելի Կնասներն են վերևի Իմ կյանքս տակ Քիչ եմ միշտ ես պատկեման Քո սիրուց ավելի մեծ Չեմ տեսել ոչինչ անգեզ Իմ կյանքս տակ Քիչ եմ միշտ ես պատկեման Ես սխալ լինեմ թե ճիշտ Ձեռքը իմ բռնել ես միշտ Ու քնած թե արդում Քո աղոթքն է ինձ պահում Դու ներել ես ամեն ինչ Ու հիմա էլի մի քիչ Ինձ սպասիր որ գամ Ու գրկեմ քեզ բան Ես սիրում եմ ավելի Կնասներն են վերևի Իմ կյանքս տակ Քիչ եմ միշտ քեզ պատկեման Քո սիրուց ավելի մեծ Չեմ տեսել ոչինչ անգեզ Իմ կյանքս տակ Քիչ եմ միշտ քեզ պատկեման Իսմի խարիպ բլբուլի պես Դուն օսկե ғապազի նման Էրեսդ դիվուտիտ տակը Անցկաց պիանդազի նման Եվ քեզիտ խուսիրի մուզում Շահի իլտիմազի նման Աջայիվ սուրաթի տերիս Ռանգът է գուլդազի նման Իսկողի մետն չիմ գիրի Ճաղվահիր կարիրը մարիս Իսկողի մետն չիմ գիրի Ճաղվահիր կարիրը մարիս Տեսնողի մեջ դում գուշինիս լեյլուրի դա Giure che le sola fidania e stava vendu giures le tu gala gala yesmem che le sola fidania
Ջազի վարեց կուսերը Եկել է դեցոլա Իրանյալ Երկե քո խաղի մեռնեն Լելե, լելե, լելե Քո անուստենի մեռնեն Եկել է դեցոլա Իրանյալ Հոպ, մի րոպե Durana hasa, yayli durana hasa, yayli durana hasa, yayli aşık olasa. Oh durana hasa, yayli durana hasa, yayli durana hasa, yayli aşık olasa. Oh durana hasa, yayli durana hasa, yayli durana hasa, yayli aşık olasa. Oh durana hasa, yayli durana hasa, yayli durana hasa. Yayli aşık olasa Sevaçero vahçi La 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 Kahter bahçero vahçi La 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 Foxçaş xaramanega Kesbes ahçik çedesa Yesminu çarmi dara Im sırti et mi xara Ari bater tandure Asabaro vesegen Ու եկավ պահը, որ մենք բաժանվենք, հրաժեշտի խոսքեր դիմացես կասենք, մեր սիրելի ուսուցիչներ թանկագին, թող միշտ ժպիտ լինի ձեր դեմքին, ուր էլ որ տանի ճանապարհն այս մեծ, իմացեք, որ միշտ մենք կհիշենք ձեզ։ Կհեռանանք ձեզանից մեր սիրելի դպրոցից, պատանեկան կյանքը մեր նոր ճամփա է բռնել, մի օր կգանք մենք այցի, բայց կգնանք մենք հուզված, տեսնելով նոր սաներին, նստարանին մեր նստած, ասեք ինչպես չարտասվենք, ինչպես մենք տահանդուրժենք, ինչպես 10-ից հետո էլ մենք դասարան չմտնենք։ Անցավ 12 տարի, մենք կերտեցինք մեր կյանքի դպրոցական էջերի լուսավոր էջերը։ Եվ հիմա եկել է հրաժեշտի պահը։ Հարկ եմ համարում ասես, որ հրաժեշտի խոսքերն ասելն ավելի բարդ է բոլոր բանավոր եւ գրավոր քննություններից, քանզի ոչ թե իմացության, այլ զգացմունքների, ոչ թե գիտելիքի, այլ հուզմունքի, ոչ թե երեկույթի, այլ վերջին զանգն ենք ամփոփում։ Այս պատերի շուքի ներքո մենք մեր սիրո երկն ենք հյուսել, այստեղ ենք ուսանել, կրթվել, այստեղ ենք պարզապես ապրել ազնիվ ու գեղեցիկ, ապրել սիրով տրված բարով մեր խելքության երկն ենք ձոնել մեր սիրելի դպրոցում։ Շնորհակալ ենք մենք ձեզանից մեզ շատ սիրելու, մեզ ներելու, մեզ պաշտպանելու եւ մեր կողքին կանգնելու համար։ Իսկ քեզ իմ սիրելի ու լավ դասընկեր, որքան էլ անցնեն տարիները, մեկ է կհիշեմ օրերը խենթ, որ ցավոք էլ չեն կարող հետ բերել։ Մնաս բարով դպրոց, միշտ կհիշենք քեզ։ Ես ու դու ունենք մի պատմություն, կողք կողքի անցել ենք մանկություն, տարիներ գլորվեցին, պատանի մեզ դարձրեցին։ Ես ու դու ունենք մի պատմություն, իմ ու քո
դպրոց երջանկություն հարազատ մի ընտանիք ուրան հոգ էինք երջանիկ դպրոցի ճամփան ոլոր մոլոր տարիներ անցան գլոր գլոր ժամանակ մի պահ առել ես կյանք ու դարձել ես վերջին զանգ դպրոցի ճամփան ոլոր մոլոր տարիներ անցան գլոր գլոր ժամանակ մի պահ առել ես կյանք ու դարձել ես վերջին զանգ Ես կողքի բակում ենք մենք կռվել տխերքով մեկ-մեկ դասից փախել ոչ ավել ու ոչ պակաս ձեզ եղել ենք պատուհաս Ես այստեղ լացել ու ուրախացել խեն սիրել եմ կամել ուշացել իմ դպրոց հավերժ կանգնած հեռանում եմ ես անդարձ դպրոցի ճամփան ոլոր մոլոր տարիներ անցան գլոր գլոր ժամանակ մի պահ առել ես կյանք ու դարձել ես վերջին զանգ դպրոցի ճամփան ոլոր մոլոր տարիներ անցան գլոր գլոր ժամանակ մի պահ առել ես կյանք ու դարձել ես վերջին զանգ Դպրոցի ճամփան ոլոր մոլոր տարիներ անցան գլոր գլոր ժամանակ մի պահ առել ես կյանք ու դարձել ես վերջին զանգ դպրոցի ճամփան ոլոր մոլոր տարիներ անցան գլոր գլոր ժամանակ մի պահ առել ես կյանք ու դարձել ես վերջին զանգ ժամանակ մի պահ առել ես կյանք ու դարձել ես վերջին զանգ Դպրոցի ճամփան ոլոր մոլոր տարիներ անցան գլոր գլոր ժամանակ մի պահ առել ես կյանք ու դարձել ես վերջին զանգ դպրոցի ճամփան ոլոր մոլոր տարիներ անցան գլոր գլոր ժամանակ մի պահ առել ես կյանք ու դարձել ես վերջին զանգ ժամանակ մի պահ առել ես կյանք ու դարձել ես վերջին զանգ Իմ ցանկագին աշակերտներ, սիրելի Սամուել, ամբողջ կյանքում դու կմնաք որպես իմ երեխաներ, իմ ամենասիրելի դասարանը, դպրոցը հիշողության մեջ կմնա ընդմիշտ, չնայած այն բանի, որ ամեն ինչ չէ, որ միշտ հարթ է եղել, Արջևում ձեզ սպասում է նոր ճանապարհ, նոր ուղիներ, ուզում եմ, որ այդ ճանապարհը լինի խաղաղ երկնքի ներքո, որ ապրեք հզոր հայրենիքում, սիրելիներս, այսօր ես բաց եմ թողնելու ձեր ձեռքը, որն այնքան ամուր էի բռնել, բայց հիշեք, ես միշտ սպասում եմ ձեզ, ինչպես հարազատ երեխաներից, այսօր այս բումից, վերջին զանգ ձեզ համար կհնչեցնեմ ես, որը կազդարի ձեր մանկության ավարտը և պատանեկության սկիզբը, արջևում ձեզ նվերդի կյանքը, որը շատ գեղեցիկ է և հիասքանչ, բարին եմ ձեզ, սիրելի։
խոսքը փոխանցենք մեր սիրելի ընկեր Պետրոսյանին։ Շատ սիրելի շրջան ամառներ, աշկերի ծնողներ, ուսուցիչներ, հյուրեր, շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ օրվա վերջին զանգի կապակցությամբ։ Ցանկանում եմ բոլորիս առաջին հերթին խաղաղ երկիր, ձեզ սիրելի 12-րդ դասարանցիներ։ Ամբողջ տարվա համար ձեր միջոցառման այս գեղեցիկ կազմակերպելու համար ստարվեք ներկա, հազարավոր չունեք կոչվել։ Ցանկանում եմ ձեզ առողջություն, հաջողություններ կանաչանալ։ Ձեզանից գրեթե բոլորը ընդունվել են արդեն ուղի ուսանողներ են համարվում։ Մյուսներն էլ հաստատ համոզված են, որ նոր քննությունները կհասնեն և կընդունվեն։ Շնորհավորում եմ կրկին, շնորհավորել եմ, նորից եմ շնորհավորում, կրկին շնորհավորում եմ ձեզ ընդունվելու կապակցությամբ, ցանկանում եմ, որ ինչպես լավ աշակերտ եք եղել, լավ մարդ եք եղել, այնպես էլ շարունակեք ձեր որակական հատկանիշները ամբողջ կյանքում։ Ես ձեզ շատ սիրում եմ բոլորին և հաստատ համոզված եղեք, որ ոչ մի ուսուցիչ, դա ասում եմ անձնական փորձից, երբեք իր ոչ մի աշակերտին չի մոռանում։ Երբեք, ձեզ թվում է, թե ավարտեցիք, գնացիք, արդեն ձեզ կմոռանան, բայց երբեք չեք մոռացել, դա միշտ մնում է մեր հիշողության մեջ։ Եվ ամեն վայրկյան, ամեն տարի յուրաքանչյուր շրջանավարտների հետ հիշում ենք նաև անցնող շրջանավարտներին։ Հպարտանում ենք ձեր անցած և ներկա հաջողություններով և հպարտանալու ենք մենք մեր սաներով, ես կասկած չունեմ։ Սրանից մի 4 տարի առաջ շատ հպարտանում ենք ձեր դասընկեր Ղազարյան Մարտունով, ես գիտեմ հաղորդաշարին ինտելեկտուալ։ Մարզից ընտրվեց ինքը և 7-րդ դպրոցից մի տղա հաղթեցին ընկան 2-րդ տեղը հանրապետության մասշտաբով։ Շատ ուրախացել ենք, հպարտացել ենք և երբեք չենք մոռանում։ Ոչ մեկիդ հաջողություններով երբ հաջողությունները չենք մոռանում և միշտ հպարտանում ենք։ Այս տարի շատ հպարտանում ենք, ունենք հպարտանալու շատ տարբեր առիթներ, բայց ամենավերջինը մեր Մարզեցյան Արմենը 11-րդ դասարան հաղթեց հայոց լեզվի օլիմպիադան հանրապետական և ստացավ 2-րդ կարգի դիպլոմ։ Շնորհավորում ենք։ Ինչ ասեմ, հաջողություններ ձեզ, ձեր ծնողներին, ուշ, որպեսզի կարողանան ձեզ ճանապարհել բանալ և ուսանողական տարիները կարողանան հաղթահարել։ Ես համոզված եմ, որ ձեր ծնողների հույսերը բոլորն արդարացնել։ Շնորհավորում եմ կրկին անգամ, եղեք առողջ և հաջողվեց կանաչ ճանապարհին։ Մարզպետի ուղերձը շրջանավարտներին, մարզպետի շնորհավորանքները հաղորդեն բոլորին։ Սիրելի շրջանավարտներ, սրտան շնորհավորում եմ բոլորին այս կարևոր օրվա վերջին դասի առիթով։ Ավարտվեց ևս մեկ ուսումնական տարի, մի վառ ունեք հիշողություններով, ուրախ և տխուր բաներով։ Այս ուսումնական տարվա ավարտը ձեզ համար առանձնահատուկ է ու անմոռանալի, քանի որ այսօր մի նոր էջ եք բացում, մանկությունից անցնում եք, կատարում դեպի հասունության և պետք է կարևոր որոշում կայացնել, խոսքը մասնագիտության ընտրության մասին։ Լիահույս է, դպրոցական տարիների սիրելի ուսուցիչների անունացող նվիրումի շնորհիվ կարողացել եք այնպիսի գիտելիքներ և հմտություններ կուտակել, որ ճիշտ կողմնորոշվեք և հաստատուն քայլերով առաջ կգնաճվող ողջ կյանքում։ Ժամանակակից աշխարհում մրցունակ մասնագետ լինելը հրամայական է։ Կառավարությունն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի մեր երկիրն ունենա միջազգային չափանիշների համապատասխան դպրոց և կրթված, կարդիմաց, հայրենասեր քաղաքացիներ։ Սիրելի շրջանավարտներ,
Ձեր ճանապարհներն այսօր բաժանվում են տարբեր ուղղություններով։ Համաձայն եք, որ շարունակում եք միավորված մնալ, քանի որ ունեք մեկ կարևոր հանգրվան, հարազատ կրթօջախը, որտեղ ձեզ սպասելու են սիրելի ուսուցիչները։ Համոզված եմ, որ ձեզանից յուրաքանչյուրին փոխանցել են գիտելիք, շփվելու, մտածելու փորձառություն, աշխարհայացք և կենսակերպ, որոնք զարգացնելու են կյանքի հաջորդ շրջանակները։ Բոլորին մաղթում եմ առողջություն, հաջողություններ, երազանքների իրականացման ամբողջ ճանապարհ։ Շնորհավորում ենք հայրենասիրության համար սկսեցիք հայկական երկբայրով երաժշտությունով, ավարտեցիք հայկական երկբայրով երաժշտությունով, ապրեք դուք, շատ ապրեք։ Շնորհակալություն այս գեղեցիկ րոպեների համար, որ պատկերեցիք։ Շատ ապրեք Ետ Ասպարյան, շատ գեղեցիկ է կազմակերպված, ամենից շատ հաճելի։ Ես շատ շնորհակալ եմ Սիրելի ծնողներից, և կոլեգաներից, և հանցիներից, սիրելի կողքին գտնվելու համար, մաչապ շնորհակալ եմ, բարի քեզ Հարգարժան տնօրեն, սիրելի մեր շատ սիրելի ուսուցիչներ, ծնողներ, հյուրեր անչափ հուզված ենք, մեր ծնողներն են շատ հուզված, մեր երեխաներն են, մեր դասղեկներ, մի խոսքով շատ շնորհակալություն ձեր կազմակերպչական այս աշխատանքի համար, ես շատ անչափ հուզվում Сошла с ума от этой новенькой, мой глаз она зашла. И сразу понял я, и купит он мне в сердце не стрелою, а пулею. Сказала наша классная детки, знакомьтесь Юлию. И подослала температуру за Юлей, а морной клювет подойти боюсь я к Юле. Вдруг меня она не любит, а вдруг другого любит. Юля любит и меня, ведь мы ж так на двоих у меня с Юлей одна фамилия. И так полгода днем пожар, а ночью бессонница. Сердце рвется, но лед никак не тонется. Но как-то утром я решил сделать первый шаг, купил цветы и по подъезд. Лишь бы ты пришла, и ты пришла. Драма по классике, но не одна пришла, а подружку с одноклассником. И ударились об землю небеса. И тогда я написал: Юля, мне мешай, чтобы ты заплакала. И пусть звучат они все одинаково. И пусть банально для меня талантлива. Ну как сумел на гитаре сыграл и спел. Выпускай мне красивую платьице. И теперь вот-вот 17 лет. Я хотел тебе просто понравиться. И как сумел на гитаре сыграл и спел. И пиджак, чтобы ты заплакала. И пусть звучат они все одинаково. И пусть банально для меня талантлива. Գլացես ու սիրտդ կբացես Քո տեսքը անցերի չկասկածես Տարիները որ անցնում են դպրոցում Ամենացանկներ Այսօր դու ընկերներիդ հետ կանկեղծանաս Ու ցանկալի համբույր գուցե ստանաս Ապագա ճանապարհի կանչն առաջին Զանգն է այս վերջին Այսօր դու կլացես ու սիրտդ կբացես Քո տեսքը անթերի չկասկածես Տարիները որ անցնում են դպրոցում Ամենաթանկն Այսօր դու ընկերներիդ հետ կանկեղծանաս Ու ցանկալի համբույր գուցե ստանաս Ապագա ճանապարհի կանչն առաջին Զանգն է այս վերջին Հագցնել հուզմունքը չի օգնում ոչ մի միջոց
Տարիներն անցան արագ ինչպես դասամիջոց Եվ դու, և ես մենք բոլորով տալիս ենք հրաժեշտ մեր մանկությանը և ասում մնանք տարով Այսօր դու կլացես ու սիրտդ կբացես Քո տեսքը անթերի է չկասկածես Տարիները որ ասնում են դպրոցում Ամենաթանկն են Այսօր դու ընկերներիդ հետ կանկեղծանաս Ու ցանկալի համբույր գուցե ստանաս Ապագա ճանապարհի կաշն առաջին Զանգն է այս վերջին Պահը չկորցնես նրան ասել սիրուդ մասին Գուցե հենց այսօրվանից քայլեք դուք միասին Դեպի նոր կյանք անկեղծ սիրով Բայց կանգ առեք մի պահ ու դպրոցին ասեք մնաս բարով Այսօր դու կլացես ու սիրտդ կբացես Քո տեսքը անթերի է չկասկածես Տարիները որ անցնում են դպրոցում Ամենաթանկն են Այսօր դու ընկերներիդ հետ կանկեղծանաս Ու ցանկալի համբույր գուցե ստանաս Ապագա ճանապարհի կանչն առաջին Զանգն է այս վերջին Այսօր դու կլացես ու սիրտդ կբացես Քո տեսքը անթերի է չկասկածես Տարիները որ անցնում են դպրոցում Ամենաթանկն են Այսօր դու ընկերներիդ հետ կանկեղծանաս Ու ցանկալի համբույր գուցե ստանաս Ապագա ճանապարհի կանչն առաջին Զանգն է այս վերջին Na 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 Զանգն է վերջին Na 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 Ես ու դու ունենք մի պատմություն Կողք կողքի անցել ենք մանկություն Տարիներ գլորվեցին Պատանի մեզ դարձրեցին Ես ու դու ունենք մի պատմություն Իմ ու քո դպրոց երջանկություն Հարազատ մի ընտանիք Ուրան հոգ էինք երջանիկ Դպրոցի ճամփան ոլոր մոլոր տարիներ անցան գլոր գլոր ժամանակ մի պահ առել ես կյանք ու դարձել ես վերջին զանգ Դպրոցի ճամփան ոլոր մոլոր տարիներ անցան գլոր գլոր ժամանակ մի պահ առել ես կյանք ու դարձել ես վերջին զանգ Ես կողքի Ակում ենք մենք կրվել, տախերքով, մեկ-մեկ դասից պախել, ոչ ավել ու ոչ պատկած, ձեզ եղել ենք պատուհաս, ես այստեղ լացել ու ռախացել, խեն սիրել եմ կամել ու շացել, իմ դպրոց հավերժ կանգնած, հեռանում եմ ես անդարձ, դպրոցի ճամփան ոլոր մոլոր տարիներ անցան գլոր գլոր ժամանակ մի պահ առել ես կյանք ու դարձել ես վերջին զանգ դպրոցի ճամփան ոլոր մոլոր տարիներ անցան գլոր գլոր ժամանակ մի պահ առել ես կյանք ու դարձել ես վերջին զանգ
Ճամփան հոլոր մոլոր տարիներ անցան գլոր ժամանակ մի պահ առել ես կյանք ու դարձել ես վերջին զանգ դպրոցի ճամփան հոլոր մոլոր տարիներ անցան գլոր ժամանակ մի պահ առել ես կյանք ու դարձել ես վերջին զանգ ժամանակ մի պահ առել ես կյանք ու դարձել ես վերջին զանգ Ես ինչպես, ես ոնց անցան, ոնց եկան, հեռացան, օրերը դպրոցական, պայուսակ նստարան, ինչ երազեր, ինչ անուրջ, թե կատակեր և թե լուրջ, թե հեքիաթ կախարդական, և թե կյանքեր իրական ու կարծես երեքեր դեր դասերու դասարաններ ախ ես ոնց է ճերմակել իմ դասատուն են ջահել ու հնչեց զանգը հնչեց ու հնչեց վերջին անգամ վերջին ծաղիկներով մի քիչ թաց աչքերով կարոտելու եմ ես դպրոցն ու բոլորին բայց ինչ արած մնաք բարով Եվ ինձ հետ միշտ կմնան անմոռաց անբաժան հուշերը դպրոցական օրագիր պահարան ինչ ուրախ էր ինչ անհոգ թե ձմեռ էր և թե շոգ թե տանիք էր հայրական և թե տուն նվիրական դու նստում էիր կողքից մանկության ընկերուհից բայց այսօր արի ու տես ես կարծես սիրում եմ քեզ ու հնչեց զանգը հնչեց ու հնչեց վերջին անգամ վերջին ծաղիկներով մի քիչ թաց աչքերով կարոտելու եմ ես դպրոցն ու բոլորին բայց ինչ արած մնաք բարով հնչեց զանգը հնչեց ու հնչեց վերջին անգամ վերջին ծաղիկներով մի քիչ թաց աչքերով Հնչեց վերջին անգամ վերջին ծաղիկներով մի քիչ թաց աչքերով կարոտելու ենք մենք դպրոցն ու բոլորին բայց ինչ արած պիտի գնամ մնաք բարով